Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 4:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Նաև հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև այսօր Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Ամեն տարի ապրիլի 7-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II այդ օրը հռչակել է որպես մայրերի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Քահանա Էեմի տեղեկացմամբ ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի եւ մայրության ու գեղեցկության օրվա առիթով, որում ասված է. Այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով եւ մեր զավակները Աստծո օրհնության եւ իրենց ծնողների հոգացության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով եւ դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի եւ քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի եւ ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգացությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում եւ եկեղեցական ազգային ու հայրենական մեր կյանքում։ Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը միածին որդու առջև, որպեսզի Տերը իր Սուրբ աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարոր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին եւ օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի, մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։ Դրանում մասնավորապես ասված է. Սիրելի կանայք, սիրելի մայրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման եւ մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի, այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության եւ ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաեւ շնորհակալության օր։ Ձեր կանանց եւ մայրերի նկատմամբ ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե ընտանիքում, թե հասարակական կյանքում մեր պետության ամրության եւ ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն եւ սեր։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ անսպառ ուժ, պահելու եւ սիրելու ձեր ընտանիքները եւ հավատով նայելու ապագային։ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի անունից շնորհավորում եմ մայրերի, քույրերի, կանանց եւ աղջիկների ապրիլի 7-ը։ Թող ձեր գեղեցկությունը խաղաղություն բերի աշխարհին։ Շնորհավոր ապրիլի 7։ Որպես մարդու իրավունքների պաշտպան ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այս մասին ասված է մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձում։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության եւ գեղեցկության տոնի առիթով, որում ասված է. Թանկագին մայրեր, սիրելի կանայք, մայրության եւ գեղեցկության օրվա Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ։ Մենք մայրամեծար ազգ ենք եւ արժանիորեն գնահատում ենք այն բացառիկ դերը, որ ունեն մայրերը ամուր եւ օրինակելի ընտանիքների ստեղծման, սերունդների հայեցի դաստիարակության, ազգային ու մարդկային բարձր արժեքների փոխանցման գործում։
Խորին երախտագիտությամբ առանձնահատուկ շնորհավորում եմ հայրենիքին ամենաթանկը նվիրաբերած հերոսածին մայրերին, որոնք դաստիարակել են հայրենասեր ու քաջարի զավակներ։ Յուրաքանչյուրից գործը պիտի ուղղվի նրանց անսահման կարոտին, որդիների անմար սխրանքին, համարժեք ուժեղ ու բարեկեցիկ հայրենիքի ստեղծմանը։ Սիրելի մայրեր, գնահատելի է ձեր մեծ առաքելությունը, որը կատարում եք անմնացորդ նվիրումով ու ամենայն պատասխանատվությամբ։ Կրկին շնորհավորում եմ ազգային ու եկեղեցական տոնացույցում ձեզ նվիրված ամենաջերմ ու գեղեցիկ օրվա ապրիլի 7-ի առիթով։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ընտանեկան երջանկություն եւ բարեկեցություն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, որում ասված է. «Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ գարնանային եւս մեկ գեղեցիկ օրվա, մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։ Դուք ուժ եք, հույս եւ հավատ, օրհնություն, հենարան, ներշնչանքի աղբյուր։ Ձեր մեջ են ամփոփված սերը, գեղեցկությունը, ջերմությունը, քնքշությունը, ընտանեկան արժեքներն ու ավանդույթները։ Միշտ եղեք առողջ, գնահատված ու սիրված։ Հաջողությունը թող ձեզ ուղեկցի ամենուրեք։ Ձեր ներկայությամբ շարունակեք ոգևորել եւ ուժ հաղորդել ձեր ընտանիքի անդամներին, զավակներին ու մտերիմներին։ Առանձնակի խոնարհում մեր հերոսացած տղաների մայրերին։ Համբերություն եւ ուժ ձեզ, սիրելի մայրեր»։ Սուրբ Ստեփանոս հոգևոր մշակութային կենտրոնը նոր շունչ է բերում Աբովյանի համայնքային կյանքին, միավորելով հավատը, մշակույթը եւ կրթությունը մեկ հարկի տակ։ Այս վայրում ձևավորվում է սերը դեպի ազգային ու հոգևոր արժեքները, հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում։ Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ նկարչության, ազգային երգի ու պարի, ձեռարվեստի, թատերական եւ այլ ուղղություններով, որոնց նպատակը ոչ միայն հմտությունների զարգացումն է, այլ նաեւ ինքնության խորը գիտակցումը։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց Քահանա Բաբայանի խոսքով հոգևոր մշակութային կենտրոնը ստեղծվել է Աբովյան քաղաքի երեխաների հոգևոր եւ մշակութային դաստիարակման համար։ Եթե գանք մշակութայինին, ապա ունենք երկու նկարչական խմբակ, ազգագրական երգի պարի խմբակ ունենք, թատերական խմբակ կա, անգլերենի խմբակ կա, ռուսերենի խմբակ կա, հելյոնագործության խմբակ կա, եւ ինչպես տեսնում եք, երեխաները հաճախում են, սիրով են հաճախում, այս բոլոր խմբակներում էլ երեխաներ կան, ինչպես նաեւ երեխաների հետ դե բնականաբար, ասենք, թեմատիկաները նաեւ ընտրվում են եկեղեցու տոնացույցին համաձայն, ասենք տաղավար տոներին համաձայն, ցուցահանդես է կազմակերպվում եկեղեցու բակում, երեխաները իրենց առած նկարները բերում են եկեղեցու բակում, ինչպես նաև ցուցահանդես կազմվում է հենց այստեղ, որտեղ հիմա գտնվում ենք մենք, նաև թատերական խմբակը, երգի պարի խմբակը իրենց միջոցառումները եկեղեցու բակում տոների հետ կապված կատարում են։ Մշակութային ներծծված է հոգևորի հետ, այսինքն այն ինչ որ դուք հիմա տեսնում եք այստեղ, որ երեխաները կատարում են, նկարների մեծ մասը աստվածաշնչյան թեմաներով է, թատերական բեմականացումները աստվածաշնչյան թեմաներով, նաև այլ թեմաներով, մեր հեքիաթներից են լինում եւ այլը, նաև սերտողության դասեր ենք ունենում, հիմա մի ժամանակահատված կախված ընդհատվել է սերտողության դասերը, նորից կվերականգնվի։ Կենտրոնի ամենասիրելի ու ակտիվ բաժիններից մեկը թատերական խմբակն է։ Խմբակը ղեկավարում է Սաթենիկ Օհանյանը, ով ոչ միայն դասավանդում է թատերական արվեստ, դերասանական հմտություններ, խոսքի մշակույթ, բեմական շարժում, այլև երեխաներին ծանոթացնում է հելոնագործության նուրբ ու գեղեցիկ աշխարհին։ Այս գործունեության արդյունքում ստեղծվել է մի միջավայր, որտեղ երեխաները զարգացնում են արտահայտչականությունը եւ ստեղծագործական մտածողությունն ու ձեռագործհմտությունները։ Ինչն է իրենց ոգևորում, որ երբ որ գալիս են այդ սերը, այդ նվիրվածությունը տեսնում են, մեկս մյուսի հանդեպ հոգատարությունը տեսնում են, կոլեկտիվի անդամների հոգատարությունը մեկը մյուսի նկատմամբ երբ որ տեսնում են, դա իրենց ոգևորում է ու շատ դեպքեր լինում են, որ երբ որ փորձը ավարտվել ու ասում են, այսքան արագ ավարտվեց, այդ ոնց ավարտվեց, չհասկացանք։
Եվ բացի թատերական խմբակից, այստեղ նաև ղեկավարում եմ հելունագործության խմբակը։ Ճիշտ է, մենք ունեցել ենք մի շատ լավ վաստակավոր ուսուցչուհի, Տիկին Այվազյանը Լաուրա, երկար տարիներ ինքն է հելունագործություն դասավանդել, հիմա էստաֆետան հանձնել է ինձ, ես էլ փորձում եմ երեխաների հետ շարունակել այդ աշխատանքը։ Խմբակը բաց է բոլոր երեխաների համար անկախ փորձից եւ նախնական պատրաստվածությունից։ Այստեղ ամեն երեխա հնարավորություն ունի բացահայտելու իր ներքին դերասանին, սովորելու թիմային աշխատանք, բեմի լեզու եւ ի վերջո սիրելու ու արժեվորելու հայ թատրոնի եւ ձեռարվեստի մշակույթը։ Այստեղ երեխաները պարզապես չեն սովորում, այլ դառնում են հայկական հոգեվոր եւ մշակութային ժառանգության կրողներ։ Սուրբ Զատիկի հետ կապված երեխաները արդեն պատրաստվում են ներկայացման, որը կանցկացվի հենց եկեղեցու բակում։ Կենտրոնի սաները մասնակցում են նաեւ փառատոնների, լինում Կոտայքի մարզի տարբեր քաղաքներում եւ խաղում տարբեր ներկայացումներում։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մեհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը Հայաստանի դեսպանը կարևորել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ-ի դերակատարությունը եւ գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը, միտված խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության եւ կայուն զարգացման խթանմանը, խարսխված արդարության եւ համերաշխության վրա։ Այսօր մեկնարկել է Եվրոպական երկրորդ փորձագիտական առաքելության այցը Հայաստան, որը տևելու է 5 աշխատանքային օր։ Ապրիլի 7-ին կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները վիզայի ազատականացման գործընթացի համատեքստում թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Սրա արդյունքում արդեն ձևավորվելու են 2 զեկույցներ, որոնք այն միակ փաստաթղթերն են, որոնք մեկնաբանելու հնարավորություն ունենք ունենալու, շտկումներ ու առաջարկներ կկարողանանք կատարել։ Դրանց հիման վրա մինչև հունիս արդեն կձևավորվի կմշակվի գործողությունների ծրագիրը, որը այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։ Հունիսին կներկայացվի գործողությունների ծրագիրը, որից հետո տարեկան զեկույց է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, թե ուր է հասել։ Ըստ էության այդ ծրագիրը վերջնաժամկետ չունի, երբ կապահովենք, այդ ժամանակ էլ կունենանք ազատ վիզային ռեժիմը, նշել է Դավթյանը։ Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Այս մասին այսօր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա նա նշել է, որ ընկերության հետ դեռ պայմանագիր չի կնքվել, սակայն սակագները կարող են աննշան փոխվել։ Իդեպ նոր համակարգի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում պարտադիր պահանջ է։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կասեցվեց 2 տարով, միաժամանակ երկարաձգվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը։ Ավելի քան 10 տարի Հայաստանում անձնագրեր եւ ID քարտեր էր մատակարարում լեհական PWPW ընկերությունը, որի հետ պայմանագիրը ավարտվեց 2017 թվականի հունվարի 1-ին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգումներ են իրականացրել Արաքս թռչնաֆաբրիկային պատկանող թռչնամսի արտադրամասում, կատարել նմուշառում արկա ապրանքատեսակներից ու հանձնել լաբորատոր հետազոտության, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Ըստ փորձաքննության արդյունքների հավի միս պաղեցված արտադրատեսակի նմուշը, իսկ հավի միս սառեցված արտադրատեսակի նմուշը տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 4-ից 7-ին ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, սպանության գույքը ոչնչացնելու կամ վնասելու մարմնական վնասվածք պատճառելու, այլ հանցագործության եւ սպանության փորձի մեկական դեպք։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով եւ մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 24 պատահար, 2 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Ապրիլի 6-ին ժամը 19:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարս գյուղի 14-րդ փողոցի առաջին փակուղու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել 20:19-ին։ Այրվել է տանիքի մոտ 80 քառակուսի մետր մակերեսով, փայտ է կառուցատարերը մոտ 20 քառակուսի մետր մակերեսով։ Մարտի 28-ին Մյանմարում 7.7 եւ 6.4 մագնիտուդով ուժգնությամբ տեղի ունեցած 2 երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3564-ի։ Այս մասին հայտնել է Մյանմարի ռազմական կառավարության խոսնակ գեներալ-մայոր Զավ Մինթունը։ Վերջին տվյալներով վիրավորվել է 5012 մարդ։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են անհետ կորած 210 մարդու հայտնաբերելու ուղղությամբ։ Երկրաշարժերը համատարածավերածություններ են առաջացրել երկրում, իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կաճի։ Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, այս մասին տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Փակե Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են ապրիլի 8-ից 12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաեւ ամպրոպ։ Ապրիլի 9-ից 10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-ից 15 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 8-ին 10-ից 12-ին առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-ին եւ 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 3-ից 6 մետր վարկյան արագությամբ։ Ապրիլի 8-ից 10-ին առանձին շրջաներում սպասվում է քամու ուժգնացում 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ի գիշերը կնվազի 8-ից 10, ցերեկը 6-ից 8 աստիճանով։